Այսօր մենք ուսումնասիրենք միջնադարյան մետաղագործության ամենահետաքրքիր մոռացված պատմություններից մեկը ջահջային երկաթը մի բնական պաշար, որն ամբողջ համայնքներ հավաքում էին այնպես, կարծես դա գյուղատնտեսական բերք լիներ։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Մի պահ պատկերացրեք հյուսիսային Եվրոպայի թաց լանդշաֆտը, որտեղ առավոտյան մշուշը կախված է մութ ջրերի վրա, իսկ տորվը կուտակվել է դարերի ընթացքում, ոտքերը խրվում են կարմրավուն ցեխի մեջ, իսկ օդը գրում է քայքայվող օրգանական նյութերի բնորոշ հոտը։ Անվարժ աչքի համար այս տեսարանը սոսկ խոչընդոտ է, որը պետք է շրջանցել։ Սակայն ավելի քան 1000 տարի առաջ միջնադարյան դարբին անմիջապես կճանաչեր այն, ինչ թաքնված էր այդ գարշահոտ ցեխի մեջ, նա կծնկեր կսկսեր փորել, քանի որ այդ կավի մեջ երկաթ կար, ոչ թե երկրաբանական ուժերով թաղված կամ խորը թունելներից արդյունահանված հանքաքար, այլ երկաթ, որն աճել էր հենց այնտեղ տասնամյակների ընթացքում բակտերիաների ստորգետնյա ջրերի միջոցով հատիկ առ հատիկ նստվածք տալով սպասելով հավաքվելուն ինչպես բերքը։ Սա պատմությունն է այն մասին, թե ինչպես միջնադարյան համայնքները ջահջային ցեխը վերածեցին մետաղի, թե ինչպես այդ մետաղն ուներ մի հատկություն, որին ժամանակակից պողպատը դեռս փորձում է հասնել։ Ջահջային երկաթը հասկանալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում քիմիական մակարդակում տորվաջահջի ներսում։ Երկաթը լուծվում է ստորգետնյա ջրերում շրջակա ապարներից հողերից, ստորգետնյա թթվածնով աղքատ միջավայրում այն մնում է լուծելի ձով, որը գոչվում է երկարժեք երկաթ ըստ էության անտեսանելի, ջրի մեջ լուծված ինչպես աղը ձովի ջրում։ Բայց երբ երկաթով հարուստ այդ ջուրը աղբյուրների միջոցով բարձրանում է մագերույթ կամ ներթափանցում է խոնավ տարածքներ, ինչ որ հիմնարար բան փոխվում է, այն հանդիպում է թթվածնի, երկարժեք երկաթը օքսիդանում է դառնում երարժեք երկաթ, որն անլուծելի է, այն ջրից նստվածք է տալիս որպես երկաթի օքսիհիդրոքսիդի պինդ մասնիկներ հիմնականում գյոթիդ կոչվող հանքանյութ։ Այս մասնիկները կուտակվում են տորֆի մեջ, բույսերի արմատների շուրջ գտնվող նստվածքներում ձավորելով նարնջագույն ժանգագույն ձագոտկեն փխրուն նյութի շերտեր։ Այս գործընթացը միայն քիմիա չէ, այն նագենսաբանություն է, հատուկ բակտերիաները, հատկապես այնպիսի տեսակներ, ինչպիսին է PCL, հանդես են գալիս որպես կատալիզատորներ այս փոխակերպման մեջ, նրանք ֆերմենտային եղանակով օքսիդացնում են երկաթը կենտրոնացնելով այն որպես իրենց կենսական ցիկլի մաս, եւ կա մի նշան, որը բացահայտում է այս բակտերիաների առկայությունը առանց որե սարքավորման անհրաժեշտության, նրանք կանգնած ջրերի մագերեսին թողնում են բնորոշ թաղանթ, որը յուղի է նման, բայց իրականում բաղկացած է երկաթի հիդրոքսիդի ժելատինանման նստվածքից, եթե ինչ-որ մեկը դիպչի դրան, այն կփշրվի բարակ ապակու նման յուղի պես հոսելու փոխարեն։ Միջնադարյան երկաթ որսացողները լավ գիտեին այս նշանը, այդ ձիածանափայլ թաղանթը անսխալ ցուցիչ էր։ Այստեղ երկաթ կա։ Ջահջային երկաթի իսկապես ուշագրավ առանձնահատկությունը կայանում է նրա վերականգնվելու կարողության մեջ, տնտեսապես օգտակար հանքավայրերը կարող են վերականգնվել բերքահավաքից մոտ 20 տարի անց, նույն ջահիջը կարող էր շահագործվել յուրաքանչյուր սերնդի մեջ մեկ անգամ։ Հեռացվում էր մագերեսային տորվը, արդյունահանվում էին երկաթի հանգույցները, տորվը հետ էր դրվում, սպասում էին, 2 տասնամյակ անց բակտերիաները ստորգետնյա ջրերը կուտակած կլինեին մետաղական նոր բերք, սա ջահջային երկաթը դարձնում է մարդկության պատմության մեջ միակ վերականգնվող մետաղական հանքաքարերից մեկը մի պաշար, որը բնականորեն վերականգնվում էր, քանի դեռ համայնքները օգտագործում էին այն։ Միջնադարյան համայնքները ողջ հյուսիսային Եվրոպայում ամբողջական տնտեսություններ էին կառուցել այս պաշարի շուրջ, Սկանդինավիայում, Ֆինլանդիայում ջահջային երկաթը գերիշխում էր երկաթի արտադրության մեջ մոտավորապես մեր թվարկության 500-ից մինչ 1300 թվականներին շարունակական օգտագործման 8 դարաշրջան։ Իսլանդիայում լայնածավալ արտադրական օբյեկտները, որոնք հայտնի են որպես երկաթի ֆերմաներ, գործում էին հատուկ ջահջային հանքաքար հավաքելու ձուլելու համար։ Փոքր գյուղական տնտեսությունները նույնպես զբաղվում էին այս գործունեությամբ արտադրելով բավարար քանակությամբ երկաթ միայն ինքնաբավության համար։ Հունգարիայում հնագետների կողմից պեղվել են վաղ միջնադարի ավելի քան 300 ձուլման արհեստանոցներ, որոնցից շատերը մշակում էին տեղական տորվաջահջային հանքաքարը։ Ջահջային ցեխը օգտագործելի երկաթի վերածելու գործընթացը հետում էր մի հաջորդականության, որը հիմնականում նույն էր այս բոլոր տարածաշրջաններում, չնայած նրանց մեջ կապ չկար, մեթոդի համընդհանրությունը հուշում է, որ այն չի հայտնագործվել մեկ անգամ հետո տարածվել։ Այն բացահայտվել է անկախ կերպով բազմաթիվ անգամներ, քանի որ գործընթացի դրամաբանությունը գրեթե ակնհայտ է դառնում, հենց որ հասկանում ես նյութը։ Առաջին փուլը հավաքումն էր, միջնադարյան երկաթագործները նույնականացնում էին ջահջային հանքաքարի հանքավայրերը կարդալով լանդշաֆտը, նրանք փնտրում էին թարամած խոտ, խոնավ տարածքներ հատուկ բուսականությամբ, որը սիրում է խոնավություն, դարչնագույն կարմրավուն գունաթափում մոտակա ջրերում։ Հանքավայրը գտնելուց հետո նրանք օգտագործում էին փայտե կամ մետաղական զոնդեր ձողեր մտցնելով փափուկ հողի մեջ մագերույթի տակ հանքաքարի ավելի մեծ կոնցենտրացիաներ հայտնաբերելու համար։ Այնուհետ նրանք հատուկ դանակներով կտրում էին դորֆի շերտերը ձեռքով հանում հանքաքարը, որոշ հանքավայրեր պարունակում էին ոլորի չափի հանգույցներ ցրված տորֆի մեջ, մյուսները ձավորում էին ավելի մեծ կեղներ սալեր։
Երկրորդ փուլը բովումն էր, հավաքված հանքաքարը թաց էր, հաճախ հագեցած ջահջային ջրով, նախքան վարարան մտնելը, այն պետք է չորացվեր մասնագիորեն մաքրվեր, աշխատողները հում հանքաքարը դասավորում էին փայտի շերտի վրա վառում այն, ջերմությունը, հասնելով մոտավորապես 600-ից 800 աստիճան Ցելսիուսի, դուրս էր մղում խոնավությունը այրում ցնդող խառնուրդները, հատկապես ծծումբը։ Ավելցուկային ծծումբը երկաթը դարձնում է անհնարին մշակման համար այն դարձնելով փխրուն առաջացնելով ջաքեր դարբնման ժամանակ։ Բովումը նա հանքաքարը դարձնում էր ավելի ձագոտկեն հեշտ մանրացվող, ինչը բարելավում էր գազերի հոսքը ձուլման ժամանակ։ Երրորդ փուլը բուն ձուլումն էր։ Միջնադարյան ձուլողները կառուցում էին ուղղակի վերականգնման վարարաններ տեղական գավից սովորաբար կոնաց կառույցներ 70-ից 100 սանտիմետր բարձրությամբ 30-ից 40 սանտիմետր ներքին դրամագծով։ Վարարանը լցվում էր փայտածուխի մանրացված բովված հանքաքարի հերթագայող շերտերով մոտավորապես 1:1 քաշային հարաբերակցությամբ ավելացնելով 7-ից 15 կիլոգրամ հանքաքար աստիճանաբար 2-ից 4 ժամվա ընթացքում։ Օդը մատակարարվում էր կավե խողովակի միջոցով, որը գոչվում էր փողրակ միացված ձեռքով աշխատող փուքսերին։ Ձուլման ջերմաստիճանը հասնում էր 1100-ից 1300 աստիճան Ցելսիուսի։ Այս կետը հիմնարար է գործընթացը հասկանալու համար։ Մաքուր երկաթի հալման ջերմաստիճանը 1538 աստիճան Ցելսիուս է։ Միջնադարյան վարարանները երբեք չէին հասնում այդ ջերմաստիճանին, երկաթը երբեք հեղուկ չէր դառնում։ Փոխարենը, ուղղակի վերականգնման վարարանների ավելի ցածր ջերմաստիճաններում հանքաքարի մեջ պարունակվող երկաթի օքսիդը քիմիապես վերականգնվում էր փայտածուխի այրումից առաջացած ածխածնի մոնոքսիդի միջոցով, թթվածինը հեռացվում էր թողնելով մետաղական երկաթի պինդ մասնիկներ, որոնք զոդվում էին միմյանց ձավորելով սպունգանման ձագոտկեն զանգված, որը գոչվում էր բլում։ Մինույն ժամանակ անցանկալի նյութերը սիլիկահողը, ալյումինի օքսիդը տարբեր խառնուրդները հալվում էին որպես հեղուկ խարամ, որը հոսում էր ներք դուրս վարարանից, արդյունքը համեստ էր։ Ուղղակի վերականգնման վարարանը սովորաբար հանքաքարում պարունակվող երկաթի միայն 10-ից 20%-ն էր վերածում օգտագործելի բլումի, մնացածը գործում էր խարամի մեջ, բայց դուրս եկած բլումը իրական երկաթ էր պատրաստ դարբնման համար։ Չորրորդ փուլը ամրացումն էր։ Բլումը դուրս էր գալիս վարարանից լցված մնացորդային խարամով, ածխի կտորներով դատարկություններով, այն պետք է բազմիցս կրվեր տաք վիճակում խառնուրդները դուրս մղելու մետաղը պինդ ու մշակելի ձուլակտորի վերածելու համար։ Սա ծանր ֆիզիկական աշխատանք էր։ Յուրաքանչյուր հարված դուրս էր մղում հեղուկ խարամի գրպանիկները ավելի ամուր էր զոդում երկաթի հատիկները։ Արդյունքը կրած երկաթն էր ցածր ածխածնային երկաթ, որը կարող էր ձավորվել գործիքների, մեխերի, ծխնիների, դանակների զենքերի։ Ահա թե որտեղ է պատմությունը դառնում իսկապես հետաքրքիր նյութագիտության տեսանկյունից, ժամանակակից արդյունաբերությունը պողպատի մեջ ֆոսֆորը դիտարկում է որպես աղտոտիչ մոտավորապես 0.04%-ից բարձր կոնցենտրացիաների դեպքում։ Ֆոսֆորն առաջացնում է այն, ինչ մետաղագործներն անվանում են սառնաբեկություն թուլացման միծ, որը ստիպում է պողպատին ջաքել հարվածի տակ, հատկապես ցածր ջերմաստիճաններում։ Պողպատի յուրաքանչյուր ժամանակակից բնութագիր սահմանում է ֆոսֆորի պարունակության խիստ վերին սահմաններ։ Սակայն ջահջային երկաթի հանքաքարը բնականորեն հարուստ է ֆոսֆորով։ Հունգարիայի Սոմոքի շրջանի ջահջային հանքաքարերի քիմիական անալիզները, որոնք անցկացվել են Բուդապեշտի տեխնոլոգիական տնտեսագիտական համալսարանում, հայտնաբերել են ֆոսֆորի պենտոքսիդի կոնցենտրացիաներ հում հանքաքարի քաշի 3-ից մինչ գրեթե 5%-ի սահմաններում։ Այս ֆոսֆորը ձուլման ժամանակ անցնում է երկաթի բլումին, ստացված մետաղը, որը հետազոտողներն անվանում են ֆոսֆորային երկաթ, սովորաբար պարունակում է քաշի 0.5-ից մինչ 1.5% ֆոսֆոր։ Ժամանակակից չափանիշներով սա ֆոսֆորի անհեթեթ բարձր պարունակություն է։ Ոչ մի ժամանակակից մետաղագործական գործարան այն միտումնավոր չէր արտադրի։ Եվ այնուամենայնիվ, հնագիտական հետազոտությունները ողջ Եվրոպայում հաստատել են, որ ֆոսֆորային երկաթը թերություն չէր, այն գիտակցաբար օգտագործվել է ողջ միջնադարյան ժամանակաշրջանում։ Ինչու՞, որովհետև ֆոսֆորն անում է երկու բան, որոնք միջնադարյան դարբինները բացահայտել էին փորձնական ճանապարհով դարեր առաջ, քան որ է մեկը կհասկանար դրա քիմիան։ Առաջինը ֆոսֆորը բարձրացնում է կարծրությունը։ Ֆոսֆորային երկաթից պատրաստված սայրն ավելի լավ է պահում սրությունը, քան մաքուր կրած երկաթը։ Միջնադարյան դանակագործները օգտագործում էին սա կիրառելով ֆոսֆորային երկաթը հատկապես կտրող եզրերի համար։ Երկրորդը մեր պատմության համար ամենակարևորը ֆոսֆորը բարձրացնում է կոռոզիայի նկատմամբ դիմադրողականությունը։ Ջահջային հանքաքարից պատրաստված երկաթը իր մնացորդային ֆոսֆորով հաճախ մնացորդային սիլիկատներով, որոնք մագերեսին ձավորում են ապագենման ծածկույթ, զգալիորեն ավելի լավ է դիմակայում մթնոլորտային ժանգին, քան սովորական գրած երկաթը կամ ժամանակակից մեղմ պողպատը։ Սա տեսական գիտելիք չէր միջնադարյան արհեստավորների համար, նրանք դա տեսնում էին իրենց սեփական աչքերով։ Ամենատպավորիչ դրսորումը նախշազոդված սուրերի սայրերի մեջ էր։ 5-ից 14-րդ դարերի ընթացքում եվրոպացի զինագործները սայրեր էին ստեղծում իրար զոդելով տարբեր տեսակի երկաթի հերթագայող շերտեր, այնուհետ ոլորելով հղկելով դրանք սայրի մագերեսին օձած նախշեր ստանալու համար։ Ջահջային հանքաքարից ստացված ֆոսֆորային երկաթը օգտագործվում էր որպես հակադիր մետաղներից մեկը հենց այն պատճառով, որ այն քայքայվում էր այլ արագությամբ, քան սովորական երկաթի պողպատի շերտերը, երբ սայրը մշակվում էր թույլ թթվով, ֆոսֆորային երկաթը մնում էր փայլուն,
մինչդեռ մյուս մետաղները մտնում էին ստեղծելով տպավորիչ տեսողական հակադրություն։ Նախշազոդման տեխնիկան հենվում էր ջահջային երկաթի կոռոզիակայունության վրա զարդարանքը տեսանելի դարձնելու համար։ Բուդապեշտի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները հաստատել են սա ձուլման փորձերի միջոցով, երբ ֆոսֆորի բարձր պարունակությամբ ջահջային երկաթի հանքաքարը ձուլվեց միջնադարյան վառարանների վերակառուցվածքներում։ Ստացված բլումները պարունակում էին ֆոսֆորային երկաթ միկրոկառուցվածքներով, որոնք համապատասխանում էին 8-ից 14-րդ դարերի հնագիտական սուրերի սայրերում դանակների եզրերում հայտնաբերվածներին։ Վիկինգները ջահջային երկաթը տարան այնպիսի վայրեր, որտեղ նախկինում ոչ մի եվրոպացի երկաթ չէր ձուլել։ Մոտավորապես մեր թվարկության 1021 թվականին նորվեգացի հետախույզները բնակավայր հիմնեցին այնտեղ, ինչն այսօր Կանադայի Նյուֆաունդլենդ կղզու հյուսիսային ծայրամասում գտնվող Դուդֆճմուփու Թչիջուֆն է։ Տարածքը բաղկացած էր 8 տորֆածածկ փայտե կառույցներից, ներառյալ 3 կացարան, մի դարբնոց 4 արեստանոց, հնագետները վայրից հայտնաբերել են մեխերի 98 բեգորներ բազմաթիվ գամեր, ինչպես նա 15 կիլոգրամ խարամի անալիզը հաստատեց, որ այն համապատասխանում էր մեխերի երկաթին, նորվեգացիները գտել էին տեղական դորվաջահիջը, այնտեղից հավաքել ջահջային երկաթ, ձուլել այն տեղում մեխեր պատրաստել նավերի վերանորոգման համար։ Սա Հյուսիսային Ամերիկայում երկաթի առաջին արտադրությունն էր, այն իրականացվել էր ջահջային երկաթով։ Մեկ նորվեգական նավի համար պահանջվում էր մոտավորապես 7000 մեխ պատրաստված շուրջ 400 կիլոգրամ պատրաստի երկաթից, այդ քանակությամբ երկաթ ջահջային հանքաքարից ստանալու համար դարբինը պետք է մշակեր մոտավորապես 30 տոննա հում հանքաքար։ Պատմաբանները պնդում են, որ երկաթը իրականում նախապայման էր վիկինգների բնակավայրերի համար։ Նրանք առաջարկել են, որ նորվեգացիները, իմանալով, որ իրենց նավերը վերանորոգման կարիք կունենան, ակտիվորեն փնտրում էին վայրեր, որտեղ ջահջային երկաթը հասանելի կլիներ։ Դուդֆճմոփու Թչինյուխի բնակավայրը գտնվում էր անմիջապես տորվաջահջի հարանությամբ, դա պատահականություն չէր։ Այն ժամանակ, երբ նորվեգացիները հասան Նյուֆաունդլենդ, սկանդինավյան համայնքները արդեն գրեթե 1500 տարի ձուլում էին ջահջային երկաթ, գիտելիքն այնքան տարածված էր, որ նույնիսկ համեմատաբար անփորձ աշխատողները կարող էին օգտագործելի երկաթ արտադրել։ Դուդֆճմոփու Թչինյուխի խարամի անալիզը ցույց տվեց, որ հանքաքարից կարող էր զգալիորեն ավելի շատ երկաթ արդյունահանվել, քան իրականում արվել էր, ինչը հուշում է, որ այնտեղի աշխատողները հմուտ էին, բայց ոչ փորձագետ ձուլողներ։ Սա հաստատում է մի կարևոր կետ։ Ջահջային երկաթի ձուլումը ընդհանուր գիտելիք էր, այլ ոչ թե վարպետների համար սահմանափակված արտրային գաղտնիք։ Ռուսաստանում ջահջային հանքաքարը մնաց որպես երկաթի հիմնական աղբյուր մինչ 16-րդ դարը, երբ Ուրալյան լեռների հանքավայրերը դարձան հասանելի, գաղութային Հյուսիսային Ամերիկայում ջահջային երկաթը լայնորեն հավաքվում էր Արելյան ափի երկայնքով։ Ամերիկյան հեղափոխության ժամանակ թնդանոթի արկերը ձուլվում էին ջահջային երկաթից գաղութային ուժերի համար։ Հյուսիսային Ամերիկայում հայտնի առաջին երկաթի հանքերը, որոնք ըստ տեղեկությունների գործում էին մոտ 1578 թվականին Սենթ Ջոնսում, Նյուֆաունդլենդ, ջահջային երկաթի արդյունահանման վայրեր էին։ Մասաչուսեթսի Քոբդես Զբտվուտբենֆը, որը հիմնադրվել էր 1646 թվականին, մշակում էր տեղական ջահջային հանքաքարը։ Մերիլենդի Սնու Հիլի մոտակայքում գտնվող Տումֆսոուտ երկաթի վառարանը արտրային նպատակով գործել է մոտավորապես 1825-ից 1850 թվականներին մշակելով մոտակա ջահիջների երկաթը։ Նյու Ջերսիի կենտրոնական հարավային ողջ տարածաշրջանում ջահջային երկաթը ձուլվում կռվում էր գործիքների կառուցվածքային ջաղավանդակների մեջ, որոնք հատկապես գնահատվում էին իրենց բնական ժանգակայունության համար։ Այդ ջաղավանդակներից շատերը դեռս մնում են Թրենթոնի Քեմդենի շենքերում անվնաս, դեռս պահելով աստիճանավանդակներն ու պատշգամբները, մինչդեռ ժամանակակից մեղմ պողպատը, որը ենթարկվում է նույն ծովափնյա օդի ազդեցությանը, սկսում է քայքայվել ամիսների ընթացքում։ Այդ դեպքում ինչ պատահեց, ինչով մենք դադարեցրինք, պատասխանն այն չէ, որ մենք գտանք բոլոր առումներով ավելի լավ բան։ Պատասխանն այն է, որ մենք գտանք ավելի էժան արագ բան։ Փոփոխությունը սկսվեց 18-րդ դարում գոքսով աշխատող դոմնային վառարանների զարգացմամբ, այս վառարանները կարող էին մշակել հանքերից արդյունահանված հանքաքարը, հատկապես հեմատիտը, մագնետիտը, զգալիորեն ավելի բարձր ջերմաստիճաններում ծավալներով, քան կարող էին դիմակայել ուղղակի վերականգնման վառարանները։ Դոմնային վառարանը արտադրում է թուչ հեղուկ տեսքով, որը կարելի է լցնել կաղապարների մեջ, արտադրությունը օրական կիլոգրամներից հասավ օրական տոննաների, տնտեսական օգուտը ճնշող էր։ Բայց կար մի զիջում, դոմնային վառարանի երկաթը դրանից ստացված պողպատները հիմնարարորեն տարբեր բաղադրություն ունեն ուղղակի վերականգնման վառարաններում արտադրված ջահջային երկաթից, ֆոսֆորը, որը ջահջային երկաթին տալիս էր իր կոռոզիակայունությունը, այժմ համարվում էր հեռացման ենթակա աղտոտիչ, սիլիկատային ներառումները, որոնք կրած երկաթի վրա ձավորում էին պաշտպանիչ ապագենման շերտ, վերածվեցին, նոր պողպատը ավելի ամուր էր, ավելի համասեռ, ավելի հասանելի, անհամեմատ ավելի էժան։ Այն նա շատ ավելի խոցելի էր ժանգի նկատմամբ։ Եվ այսպես, մենք մտանք մետաղների կոռոզիայի ժամանակակից դարաշրջան, ըստ դաշնային մայրուղիների վարչության տնտեսական ժանգը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ամեն տարի արժենում է $276 միլիարդ։
Սա կազմում է ամբողջ համախառն ներքին արդյունքի 3.1%-ը, որը ծախսվում է մի խնդրի դեմ պայքարելու համար, որը միջնադարյան դարբինները մասնագիտորեն լուծել էին ջահջային ցեխով, կորոզիայի համաշխարհային ծախսերը գնահատվում են տարեկան $2.5 տրիլիոն։ Համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտավորապես 3.4%-ը։ Մենք չենք լուծել ժանգի խնդիրը, մենք այն մեծացրել ենք։ Փլուզվող կամուրջներ, պայթող ջրատարներ, քայքայվող երկաթբետոն, միայն ամնում տարեկան տեղի է ունենում ջրատարների մոտավորապես 240,000 վթար, որոնց մեծ մասը առաջանում է կորոզիայի նկատմամբ ժամանակակից մոտեցման մեջ կա մի հեգնանք, որը միջնադարյան դարբնին տարակուսանքի մեջ կգցեր։ Մենք արտադրում ենք պողպատ, որը հեշտությամբ ժանգոտվում է, այնուհետ ահռելի գումարներ ենք ծախսում կիրառելով ծածկույթներ, ցինկապատում, ներկում, կաթոդային պաշտպանություն, քիմիական մշակումներ այն ժանգոտվելուց կանխելու համար։ Մենք լուծումներ ենք նախագծում մի խնդրի համար, որը գոյություն ունի մասամբ այն պատճառով, որ մենք հենց սկզբից մետաղի միջից հեռացրել ենք կորոզիակայունությունը։ Ժամանակակից մթնոլորտակայուն պողպատը, որը վաճառվում է այնպիսի ապրանքանիշերի ներքո, ինչպիսին է ՇԾԲՊՉՏ, փորձում է նմանագել այն, ինչ ջահջային երկաթն անում է բնականորեն, այն օգտագործում է տարրերի խառնուրդ, ներառյալ մանգան, նիկել, սիլիցիում քրոմ ձավորելու ժանգի կայուն շերտ, որը պաշտպանում է հիմքի մետաղը։ Դա լավ նյութ է, բայց հարկ է նշել, որ միջնադարյան ջահջային երկաթը հասնում էր նմանատիպ արդյունքի օգտագործելով ոչ այլ ինչ, քան ջահջի բնական քիմիան։ Փորձարարական հնագիտության համայնքը վառ է պահել այս գիտելիքը։ Հունգարիայի Սոմոքյում երկաթի ձուլման ամենամյա հնգօրյա միջազգային ճամբարը մասնագետներին սովորեցնում է ամբողջական միջնադարյան գործընթացը սկսած փայտածուխի այրումից մինչ հանքաքարի հավաքում։ Ձուլում ուղղակի վերականգնման վառարանում վերջացրած պատրաստի արտադրանքի դարբնմամբ Նոր Անգլիայի KFB հետազոտական խումբը իրականացրել է բազմամյա փորձարարական հնագիտական նախագծեր վերարտադրելով վիկինգների դարաշրջանի Իսլանդիայի երկաթի ձուլումը։ Հաջողությամբ արտադրելով բարձրորակ երկաթ տեղական ջահջային հանքաքարից հերքելով վաղեմի համոզմունքը, թե իսլանդական ջահջային երկաթը ցածր որակի էր։ Այս փորձերը հաստատել են մի կարևոր բան՝ գործընթացն աշխատում է, այն աշխատատար է դանդաղ, բայց մետաղը, որն այն արտադրում է, իրական է, ֆունկցիոնալ որոշ չափելի առումներով գերազանցում է ժամանակակից այլընտրանքներին այն կիրառությունների համար, որտեղ կորոզիակայունությունը ավելի կարևոր է, քան ծավալը։ Այսպիսով, այսօր որևէ մեկը կարող է իրականում դա անել, կարող է արդյոք մարդը հավաքել ջահջային երկաթ ձուլել այն, սկզբունքորեն այո, ջահջային երկաթի հանքավայրերը դեռս գոյություն ունեն ողջ հյուսիսային Եվրոպայում, Ռուսաստանում, Կանադայում ԱՄՆ-ի հյուսիսային մասերում։ Ջահջային ջրի վրայի բակտերիալ ձիաձանափայլ թաղանթը դեռս մատնանշում է պոտենցիալ հանքավայրերը, գործընթացը չի պահանջում էլեկտրականություն ոչ էլ ժամանակակից քիմիական նյութեր, անհրաժեշտ է կավ վառարան կառուցելու համար փայտածուխ որպես վառելիք, փուքսեր օդի համար համբերություն։ Գործնականում կան իրավական բնապահպանական նկատառումներ, շատ խոնավ տարածքներ այժմ պահպանվող բնական միջավայրեր են։ Պահպանվող ջահջից հանքաքար հավաքելը երկրների մեծ մասում կխախտի բնապահպանական կանոնակարգերը, իսկ փայտածուխի այրման գործընթացը զգալի ծուխ է առաջացնում։ Բայց գիտելիքն ինքնին հասանելի է, փորձարարական հնագիտության խմբերը հրապարակում են իրենց ձուլման մեթոդների մանրամասն փաստաթղթերը։ Ջոբս պարբերականը փորձարարական հնագիտության միջազգային հրատարակությունը ներառում է միջնադարյան ձուլման գործընթացների քայլ առ քայլ վերակառուցումներ, KFB խմբի հետազոտությունը իսլանդական երկաթի ձուլման վերաբերյալ հանրությանը հասանելի է, ինքնաբավությամբ հետաքրքրվողների համար եզրակացությունը հետյալն է։ Ջահջային հանքաքարից երկաթի ձուլումը մետաղագործական այն սակավաթիվ տեխնոլոգիաներից է, որը կարող է իրականացվել ամբողջությամբ ձեռքի գործիքներով բնական նյութերով, առանց էլեկտրական ցանցի էներգիայի, առանց արդյունաբերական մատակարարման շղթայի, միայն գիտելիք, աշխատանք մի ջահիջ։ Ավելի քան 1000 տարի առաջ մի նորվեգացի հետախույզ ապ իջավ Նյուֆաունդլենդի քարքարոտ ափին, նրա նավը մեխերի կարիք ուներ, նա գտավ տորվաջահիջը, ճանաչեց երկաթի նշանները, կառուցեց կավե վառարան, այրեց տեղական փայտից ստացված ածուխը արտադրեց իրեն անհրաժեշտ մետաղը, մեխերը, որոնք նա կրեց, հայտնաբերվեցին հնագետների կողմից 1000-ամյակ անց, դրանք գոյատել էին 1000 տարի թթվային թաց հողում։ Այսօր ստանդարտ ցինկապատ մեխը գործնում է իր պաշտպանիչ ցինկե շերտը 15-ից 20 տարվա ընթացքում ծովային միջավայրում, չմշակված մեղմ պողպատից մեխը կարող է ամբողջությամբ ժանգոտվել 1 տասնամյակից պակաս ժամանակում։ Վիկինգների մեխը թանգարանում է, ժամանակակից մեխը աղբավայրում է։ Մենք բոլոր առումներով չենք առաջ անցել միջնադարյան մետաղագործությունից, որոշ շատ կոնկրետ չափելի առումներով մենք ընտրել ենք արագությունն ու ծավալը ի հաշիվ երկարագեցության։ Ջահջային երկաթը պատրաստելը դանդաղ էր, քանակը սահմանափակ պահանջում էր տեղական լանդշաֆտների խորը գիտելիքներ։ Բայց այն երկար էր դիմանում, եւ կորոզիայի $276 միլիարդ հաշիվը, որը մենք վճարում ենք ամեն տարի, հուշում է, որ երկարագեցությունը ավելի շատ արժեք ունի, քան մենք կարծում ենք։ Հյուսիսային Եվրոպայի ջահիջներում, Սկանդինավիայի տորվաջահիջներում, Ռուսաստանից մինչ Կանադա ձգվող խոնավ տարածքներում երկաթը դեռ աճում է, հատիկ առ հատիկ, տարեցտարի, բակտերիաները ստորգետնյա ջրերը շարունակում են կուտակել այս վերականգնվող հանքաքարը։ Ձիաձանափայլ թաղանթը դեռս լողում է կանգնած ջրերի մակերեսին նշելով հանքավայրերը նրանց համար, ովքեր գիտեն կարդալ նշանները,
գիտելիքը գոյատում է փորձարարական հնագիտության համայնքներում, ակադեմիական հոդվածներում, թանգարանային ցուցափեղկերում պահպանվող հազարամյա մեխերի բեգորների մեջ։ Թերս ջահջային երկաթի ամենախորը դասը մետաղագործության մասին չէ, այն ընտրությունների մասին է, որոնք մենք անում ենք, երբ մասշտաբը հնարավոր է դառնում։ Միջնադարյան դարբինները աշխատում էին իրենց նյութերի գործընթացների սահմանափակումների շրջանակներում։ Նրանք մետաղը արտադրում էին դանդաղ, փոքր քանակությամբ յուրաքանչյուր փուլի խորը գիտելիքով, մետաղը, որը նրանք ստեղծում էին, գրում էր իր ծագման քիմիական բնութագրերը եւ այդ բնութագրերը, որոնք ժամանակակից արդյունաբերության կողմից դիտարկվում են որպես թերություններ, հաղորդում էին հատկություններ, որոնք մենք դեռ փորձում ենք արհեստականորեն վերարտադրել։ Երբ դոմնային վառարանները հնարավոր դարձրին զանգվածային արտադրությունը, առաջնահերթությունը փոխվեց, ծավալը փոխարինեց որակին որոշակի առումներով, համասեռությունը փոխարինեց օգտակար առանձնահատկություններին, ֆոսֆորը հեռացվեց, քանի որ այն խնդիրներ էր առաջացնում որոշ կիրառություններում, նույնիսկ եթե այն ձեռնտու էր մյուսներում, եւ հիմա մենք մեր հավաքական հարստության զգալի մասը ծախսում ենք այդ ընտրության հետանքների դեմ պայքարելու համար։ Սա փաստարկ չէ ժամանակակից մետաղագործությունից հրաժարվելու համար։ Պողպատները, որոնք մենք այսօր արտադրում ենք, հնարավոր են դարձնում այնպիսի կառույցներ, տեխնոլոգիաներ, որոնք միջնադարյան դարբինները երբեք չէին կարող պատկերացնել։ Բայց սա հիշեցում է այն մասին, որ առաջընթացը միշտ չէ, որ նշանակում է բարելավում բոլոր չափումներով, երբեմն մի ոլորտում շահելով մենք կորցնում ենք մեկ այլ ոլորտում։ Ջահջային երկաթը ներկայացնում է պաշարների մասին մտածելակերպ, որը հիմնարարորեն տարբերվում է մեր ժամանակակից մոտեցումից, այն վերականգնվող պաշար էր մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց մեծ մասը նույնիսկ չէր էլ պատկերացնում նման կատեգորիա։ Այն մի գործընթաց էր, որը պահանջում էր տասնամյակներով չափվող համբերություն, այլ ոչ թե րոպեներով, այն մի տեխնոլոգիա էր, որն աշխատում էր բնության հետ, այլ ոչ թե դրա դեմ օգտագործելով բնական կենսաբանական քիմիական գործընթացները։ Ջահջային երկաթի պատմությունը, ի վերջո, պատմություն է այն մասին, թե ինչն ենք մենք արժորում։ Միջնադարյան դարբինները արժորում էին երկարագեցությունը, որովհետև նրանք ընտրություն չունեին, նրանց մետաղը պետք է երկար դիմանար, քանի որ այն արտադրելը չափազանց աշխատատար էր վատնելու համար։ Մենք արժորում ենք արագությունն ու մասշտաբը, որովհետև կարող ենք։ Հաջորդ անգամ, երբ արվակի մեջ կարմրավուն հետ կամ կանգնած ջրերի մագերեսին ձիաձանափայլ թաղանթ տեսնեք, հիշեք, որ նայում եք նույն նշանին, որը առաջնորդել է միջնադարյան դարբիններին դեպի իրենց հանքավայրերը։ Երկաթը դեռ այնտեղ է դանդաղ աճելով, սպասելով նրան, ով ունի գիտելիք համբերություն այն հավաքելու համար։ Եթե այս տեսանյութից որե նոր բան սովորեցիք, խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին։ Ամեն շաբաթ մենք ուսումնասիրում ենք սրա նման մոռացված միջնադարյան գիտելիքներ, տեխնոլոգիաների պատմություններ, որոնց մեր նախնիները տիրապետել են, որոնք դեռ շատ բան ունեն մեզ սովորեցնելու։ Թողեք մեկնաբանություն պատմելով, թե որ միջնադարյան տեխնիկան կցանկանայիք, որ մենք հաջորդը հետազոտենք, թերս դա կլինի հաջորդ պատմությունը, որը մենք միասին կպատմենք, եւ եթե այս բովանդակությունը արժեքավոր էր ձեզ համար, կիսվեք մեկի հետ, ով նույնպես կգնահատի այս ճանապարհորդությունները դեպի անցյալ։ Շնորհակալություն դիտելու համար, կհանդիպենք հաջորդ դրվագում։